Հարազատներ, սկսենք պատրաստելու, ուրեմն մեզ ինչ է հարկավոր լինելու, պղպեղ, կարմիր, սոխ, կարտոֆիլներ, եթե հնարավոր է մի քիչ մեծոտ կարտոֆիլներ լինեն, շատ լավ կլինի, իհարկե սունկա պետք է լինելու եւ հավի ազրի միս եմ ես օգտագործում, եթե դուք ուզենաք կարող եք օգտագործել եւ տարբեր, անգամ տավարի միս կարող եք օգտագործել եւ իհարկե լոլիկներ է ինձ պետք գալու, պետք է գալու թանձրուկ տոմատի եւ կանանչի, ինչ որ կցանկանաք, ես օգտագործելու եմ ծիտրոն, չգիտեմ հայերեն ոնց է այսի ավելի, եթե ծիտրոն է, իրոք ծիտրոն է, եթե դուք գիտեք ճիշտ տարբերակը անվանման, օգտագործեք այդ անունը կամ ասեք իմանանք կսովորենք, սա Հայաստանից եմ իմիջիալոց ստացեք, քուրիկս ա բերել, սա սկսենք պատրաստելը, մեզ հարկավոր է լինելու, կարտոֆիլը նախ մաքրենք շատ արագ, ես ձեզ խոստանում եմ ուղղակի շատ համով մի բան ենք պատրաստում, ուղղակի վստահեցնում եմ, որ շատ կսիրեք։ Իմիջիալոց մի այս հոլովակը դիտելուց հետո երևի 2 օր հետո դրանից հետո մեկ այլ մի բան կպատրաստեմ, էլի, բայց այս անգամ արդեն սմբուկով եւ էլի կարտոֆիլով եւ կարմիր պղպեղներով, սրանցով լցոնված կոչում, սկեսուրս անվանում է դրան գարնի արախ, հիմա ճիշտ անվանումը չեմ անում, եթե դա է, թե ուղղակի իրանց ձևով են արտահայտում այդ անունը, բայց իրականում ինքը այդպես է կոչում, ու շատ համով մի բան է, դա էլ կպատրաստենք մի 2 օրից, վստահ եմ շատ կսիրեք դա էլ։ Իմիջիալոց էլ ես դանակով չեմ կարողանում ընդհանրապես կարտոֆիլ մաքրեմ, քանի սովորում ես այս գործիքին, ուրիշ բան չես կարողանում օգտագործես ուղղակի։ Իսկ ես արդեն 30 տարի է սովորել եմ այս գործիքին, ինձ որ տալիս են կարտոֆիլ մաքրելու հանկարծ չի լինում, ուղղակի խայտառակ եմ լինում։ Չի ստացվում, շատ հաստ եմ սկսում մաքրել ու ամանչում եմ իմ արածից էլ։ Լասեք տնամ իմ նման մեկերին եկա, այդպես, որ մեկ սովորում են մի բանի, էլ արդեն չեն կարողանում։ Ու հետն էլ արագ է լինում, ուղղակի սրանով շատ արագ է լինում, շատ լավ է ստացվում։ Եվ անցնենք հիմա վերջինն էլ։ Երեխեք, մեր մոտ դեկտեմբեր ամիսն է, բայց այնց շոգ է, դրսում արևը, կարծես թե ապրիլ ամիսը լինի։ Okay, մենք հետ եկանք արդեն։ Ինչ ենք անելու։ Հիմա մենք կարտոֆիլը պետք է 2 հավասար մասի բաժանենք, որ հավասար էլ չլինի, շատ դարդ մի արեք, օքեյ է։ Okay,
Հիմա տեսնում եք, արդեն ունենք մենք կտրտված, օգտագործելու ենք կամ սա, այսպիսի մի գործիք ենք օգտագործում, կամ մարոժնի պաղպաղակ լցնելու գործիքներից օգտագործեք, որ մեկը որ կունենաք միևնույնն է։ Հիմա ինձ պետք է աման որպեսզի միջուկը հանելուց հետո լցնենք մեջը, մեզ պետք է մեջից հանենք։ Հիմա որպեսզի շատ ժամանակ չխլեմ, դնեմ time lapse-ի վրա ու գնանք։ Okay, հարազատներս, եթե նկատում եք, արդեն ես կտրտել եմ բոլորը, մեջը մաքրել եմ և դրել եմ ջրի մեջը, որպեսզի չսևանա, այս ընթացքում արդեն ձետն եմ լցնում, սա չենք թափում, սա կպահենք հիմա, ուղղակի ջրի մեջ պահենք, որպեսզի չսևանա, հիմա կտեսնենք ինչ կարանք իր հետ անենք։ Okay, մինչև այնտեղ ձեթը արդեն տաքանա, մենք անցնենք մեր պղպեղներին կտրտելու։ Որ ժամանակ չփչացնենք, մեր ձեթը արդեն տաքանում է։ Կարծում եմ 3 հատն էլ բավական է լինելու, պղպեղը չենք օգտագործի շատ, որտև արդեն բավական շատ է լինում։ Okay, անցնենք հիմա սոխը կտրտելուն։ Շատ մանր չենք անում, բայց շատ խոշոր է բնականաբար չենք թողնելու, okay է։ Okay, հարազատներս, եթե տեսնում եք սոխն էլ արդեն պատրաստ, հիմա սուն կնենք մանրացնելու մի քիչ, շատ չէ։ Շատ չենք այդքան էլ մանրացնում, նորմալ, միջին չափի։ Այս սունկը եթե հիմա չսարքեի, 2 օրից արդեն թափվելիք էր դառնալու։
Okay, հարազատներս սունգն է պատրաստ արդեն, հիմա անցնենք հավի ազդրերի մասին կտրտելուն։ Մեր ձետն էլ արդեն տաք է, ձենը գալիս է, ցածրացրեցի տակը, ասի մի անգամից սրանից վերջացնենք, նոր անցնենք առաջ։ Սա գցելիք արդեն։ Մեզ մոտ ձեթը տաքացած է, հիմա թեթև ես աղ եմ անում կարտոֆիլների վրա։ Okay, ու դնելու ենք կարմրելու։ Ժորժը միջև այնտեղ, որ կհասցնի կարմրի արդեն, այստեղ մենք անցնենք քիչ-քիչ մեր մասան միջուկը պատրաստելուն։ Ես օգտագործելու եմ յուղ, մամայիս պատրաստած յուղից։ Մտցնում ենք սոխը ու թեթև կարմրացնում ենք, շատ չէ, թեթև, որովհետև ընթացքում ամբողջ մասաները պետք է իրար խառնենք։ Այստեղ դեռ հələ կարմերում է մեր կարտոֆիլները։ Okay։ Հարազատներս, եթե տեսնում եք, այստեղ թեթև, շատ թեթև ինքը դեռ հələ նոր ուլում է կարմրի, բայց այս ընթացքում արդեն ես կավելացնեմ իմ մնացած մասան։ Ավելացնելու եմ կարմիր բիբարը, նույն ժամանակ սունկը։ Սունկը ինչու եմ շատ բռնացրել, որովհետև փոքրանում է, գիտենք արդեն բոլորս, երբ որ անում ենք, ինքը այնքան ապուջուր անում, որ դառնում է մի փոքր մի բան։
Okay, եւ վերանցածկեմ թող լինի։ Այս ընթացքում մի հատ նայենք, տեսնենք կարտոֆիլի վիճակը ինչ եղավ։ Հələ որ լինում է։ Բավական լավ վիճակում ենք։ Okay, հիմա ավելացնենք արդեն համեմունքները։ Նախ ավելացնում եմ աղը, ամեն ինչը ըստ ձեր հայացողության, ինչ կցանկանաք, որ մեջ ավելացնեք, Ժողովուրդ ջան, դուք ավելացրեք, ես անպայման քրքում եմ դնում, ընդհանրապես, եթե նկատել եք, ես շատ եմ օգտագործում քրքումը, turmeric, այսպես ասած, որտև շատ օգտակար է։ Հələ մի հատ ասեք տենամ նայում եք վիդեոները, ցեք չեք նայում, չնայած որ բավական բարձր վյուները, ոնց հասկանում եմ, վայելում եք առողջության հետ կապված հիվանդությունների կամ ընդհանրապես հորբերի հետ կապված նորությունները, կարծում եմ ձեզ դուր է եկել։ Բավական տեսանելիությունը բարձր է, որը ուրախ եմ։ Կարծում եմ ես կարտոֆիլն էլ եղավ արդեն։ Ոյա, եղել է։ Սա անջատեցինք։ Ոյն ընծանուշ հոտեր է գալի։ Հիմա մեջն էլ ավելացնենք ծիտրոն, չեք մոռանում, ինձ ասում եք տեսնեմ ոնց է ճիշտ անունը հայկական ծիտրոնի, իրոք դա է, թե ուրիշ մեկ անուն ունի։ Եվ ավելացնում եմ հավի ազդրերի միսը կտրտված։ Օպս։ Եվ թողնելու եմ մի լավ և պիցա։ Ժողովուրդ ջան, այս ընթացքում որոշեցի այս կտրտված միջուկի հանած կարտոֆիլները դնեմ, սա էլ առանձին ժարի տանեմ։ Արդեն կավելացնենք կողքից։ Okay, ժողովուրդ ջան, չենք մոռանում, ընթացքում պետք է գանք, նայենք, որպեսզի խառնենք, տակը չկպնի։ Իրա ջուրը պետքա քաշվի, լրիվ չէ, բայց գոնե, շատ չնչին մնա տակը։ Եթե նկատիք, մենք ջուր չենք ավելացրել, սա իրա ջուրն էր, որ դուրս գցեց։
Okay, հարազատներս, եթե նկատում եք, արդեն ինձ մոտ կարտոֆիլներն էլ են կարմրել։ Դա հիմա հանեմ։ Դրա վրա թեթև աղ կցանեմ հիմա, հալեբիբի վար կանեմ վրան, perfect, սենց կարող ենք ուտել, այստեղ էլ գրեթե պատրաստ է լինում, բան չմնաց, շատ քիչ, նոր քիչ առաջ համենայեցի նենց համով ա եղել, մենակ հենց այսպես կարող ես նստել ու ուտել, շատ համով էր։ Թողնենք մի քիչ էլ թող եռա ու վերջ։ Okay, հարազատներս, արդեն համարյա քաշված է ջուրը, չկա, հիմա անջատում եմ և տեղափոխվեմ մեկ այլ ամանի մեջ։ Հարազատներից, եթե տեսնում եք, արդեն ինձ մոտ լցված է, բայց դեռ տաք է, գոլորշին հելնում է, բայց մեր կարտոֆիլներն են սառչել, էդի արդեն լավ է, սա լցանում ենք մեջը, սա ուղղակի մոտիկից եմ առաջին անում, մնացածը այնտեղ դրած արդեն կանեմ։ Ասում եմ, վայ չուտողին, այդ ինչ համով բան է լինում, երեխեք ջան, վստահ դուք եք սիրեք, վստահ եմ։ Հիմա մենք ունենք պարմեժան չիփ և մոցարելա, պարմեժան պանիր և մոցարելա պանիր, մանրացված, վրան ենք ավելացնում, որ թափվել կողքերը հոգ չի, մի մտածեք, որտև դեռ հələ բան ունենք ավելացնելու այնտեղ էլ։ Ջեռոցը արդեն միացրել եմ, տաքանում է, պիտի հիմա սա ուղարկենք ջեռոց, բայց դեռ բան ունենք ավելացնելու։
Վերջ։ Ես օգտագործել եմ տոմատի բազիլ, այսինքն տոմատի մածուկա։ Մեր մոտ այսպես վաճառում են, մեջ ուղղակի ավելացված է, ասենք, կա որ ավելացված է ծխտոր, կա որ ավելացված է մեջը ռեհան, հիմա իմինի մեջ բազիլ, այսինքն ռեհան է ավելացված։ Ես չեմ ուզում, որ իրան պատածելնեմ, ուղղակի ուզում եմ իրա մեջը, որ ինքը եփվի։ Բայց երկարը չի եփվելու, ժողովուրդ ջան, շատ քիչ։ Այնքան որ այդ պանիրները հալվի, կկարմրի թեթև ու կհանենք։ Հարազատներս, ինձ մոտ դրած է ջեռոցը 425 աստիճան Ֆahrenheit և 218 աստիճան Ցելսիուս։ Հարազատներս, մեզ մոտ արդեն եղել է, եթե նկատում եք, բավական է ընդամենը 5 րոպե, եթե արդեն տաքացած էր ջեռոցը, բավական է դա արդեն, որ ինքը պատրաստելի, շատ շուտ։ Ահա և որ ժողովուրդ ջան, պատրաստ է, հիմա իրար հետ համնել կտեսնենք, ոնց է եղել։ Ժողովուրդ ջան, անտիր ա եղել, անտիր։